Արցախում պատերազմի շարունակումը կարող է խանգարել ընտրական օրենսգրքի քննարկումներին։ Ոնց եք պատկերացնում, որ որևէ երկիր կարողանա լինելով լայնամասշտաբ պատերազմի մեջ քննարկել ընտրական օրենսգրքի ընդունման հետ կապված հարցեր։ Լևոն Զուրաբյանն սպասում է ճակատում ռազմական գործողությունների հետագա ընթացքին հասկանալու համար, թե ինչպես պետք է վարվել ընտրական օրենսգրքի եւ 4x4x4 ֆորմատով քննարկումների հետ։ Եթե դրա անհրաժեշտությունը լինի, բնականաբար կարելի է մտածել նաև գործընթացը սառեցնելու մասին։ Դաշնակցական Արմեն Ռուստամյանը համաձայն չէ, ոչինչ սառեցնելու կարիք չկա։ Եթե մենք նախապես գնանք սառեցման ճանապարհով, կարող է սխալ տեղ հասնենք, որովհետև դա կնշանակի նաև ընտրությունների հետ կապված սառեցում, որովհետև մենք պարտավոր ենք հունիսի 1-ին եւ բոլոր պարտավորությունները գոնե մի տարի առաջ ունենալ համապատասխան ընդունված ընտրական օրենսգիրք։ Առայժմ պարոն Ռուստամյանը չի շտապում, սակայն եթե մինչև հունիսի 1-ը ընտրական օրենսգիրքը չընդունվի պատերազմի պատճառով, ընտրությունների հետ կապված բոլոր ժամկետները կարող են փոխվել։ Սա արդեն այսպես ֆորս մաժորային խոսակցություն է։ Ես չեմ ուզում այդ աստիճանի վատատեսական մտքեր հնչեցնել, բայց նաև չեմ բացառում նկատի ունենալով, թե ինչ հարևանի հետ գործ ունենք։ Հիմա համենայն դեպս ըստ Արմեն Ռուստամյանի ընտրական օրենսգրքի եւ 4x4x4 ֆորմատով քննարկումների մասին խոսելու ժամանակը չէ։ Հիմա ավելի հրատապ հարցեր կան եւ այդ 4+4 ֆորմատը կարելի է հետաձգել մինչեւ տեսնենք գոնե մեր կարծիքով, մեր գնահատականներով ավելի ստաբիլ վիճակ կլինի։